ժողովրդավար կոչվող ղեկավարը պետք է հանդուրժի այլ կարծիքներ, պետք է թույլ տա, որպեսզի այլ կարծիքներ հնչեն։ Եթե այդ կարծիքների արդյունքում ինքը իշխանությունից զրկվում է, ուստի պետք է ինքը հանգիստ դա ընդունի ու գնա։ Իսկ եթե դու փորձում ես ճնշես, որպեսզի այլ կարծիք չլինի եւ ամեն ինչ անես, որ դու մնաս իշխանության, այդ բռնապետությունը, դու բռնի պետությունն ես պահում։ Ինքը կոչվում է բռնապետություն, հենց դրա համար, որովհետեւ դու բռնի ես դա անում։ Դա դու թույլ չես տալի, որ քաղաքացին ինքը քվեարկության իրավունքով որոշի։ Նայեք, միշտ իշխանությունը խոսում է, որ բան չկա, այդ լցոնումներ չկան, բան, խոսքը լցոնումների մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ նախընտրական փուլում արդեն ճնշում եք քաղաքացիներին։ Արդեն ճնշում եք որևէ քաղաքացի, որը պետական պաշտոնում աշխատում է, չի կարող դուրս գալ, գնալ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ լսի։ Անպայման նկարում են, այդ ամբողջ համակարգը օգտագործում են, որպեսզի այդ մարդուն նկարեն ու բան անեն, աշխատանքից ազատեն, ճնշումներ գործադրեն, կանչեն զրուցեն հետը, ճնշեն, ասեն, տես այսպես կանենք, այնպես կանենք, բայց բռնապետությունը ո՞նց է, բռնի մարդկանց մտքին եք տիրանում դուք։